88 թվականի երկրաշարժից հետո 2 տարի չի գործել, 90 թվականից գործել էր տնակներում ու ուղիղ 30 տարի, մինչև որ 2020 թվականին որ դարադամձերևներից հետո հերերումներ եղել եւ արդեն ընդհանրապես մանկապարտեզի դասվել էր մանկապարտեզի մեջ եւ հետագա շահագործման ենթակա չէր, հարգադիր պարապմունքի էր ենթարկված 2021 թվականին Գյումրու համայնքապետարանի եւ տարածքային զարգացման հիմնադրամի միջեւ կնքվել է պայմանագիր նոր մանկապարտեզ կառուցելու համար, կառավարության կողմից գումարը տրամադրվել է 243 միլիոն դրամ է հատկացվել, որի ընդամենը 10%-ն է Գյումրու համայնքապետարանը հատկացրել, այսինքն 24 միլիոն դրամի չափով, անցած տարի մանկապարտեզը հանձնվել է շահագործման, հայտնի դեպքերից հետո հնարավոր չի եղել կատարել քննումներ եւ կահավորման խնդիր է եղել, այդ հարցերը արագ կարգավորվել են, այսօր մանկապարտեզի նորամուտը նշեցինք, շնորհավորում եմ այդ առիթով մեր բալիկներին, ովքեր հաճախելու են այստեղ, նաև տեղեկացնեմ, որ արդեն նախագիծ ենք ներկայացրել Գյումրու բուլվարային թաղամասում կառուցելու ենք նմանատիպ հագեցած ժամանակակից մանկապարտեզ մոտ 120 երեխաների համար, իդեպ այս զանգատ մանկապարտեզը 75 սաներ կարող է ունենալ, հագեցված է ամեն ինչով, անկողնուց, սպասքից, խոհանոցային պարագաներ, կարող եք նկարահանել բոլոր տեխնիկան ժամանակակից, խմբոր հունցից բռնած կա, էլի էս բուլվարայինը նույն ֆինանսական աղբյուրներով է լինելու։ Չէ, մեր սուբվենցիոն ծրագրով է կառուցելու, արդեն ներկայացրել ենք ծրագիրը, նշեմ նաև, որ բնակիչների պահանջով Երևանյան խճուղում եւ օտանավակայանի տարածքում ընդհանրապես չկա մանկապարտեզ, մենք այնտեղ նախկինում մանկապարտեզի շենք ենք ունեցել, հասարակական կազմակերպության է տրամադրված եղել, տեղեկացրել ենք, որ այլևս հուշագիրը խզում ենք եւ մեր շենքը ծառայելու է մեր երեխաներին, վերանորոգելու, նաև վերազինելու ենք, կահավորելու ենք նմանատիպ ժամանակակից կահույքով, ամեն ինչով մեր բալիկների համար ստեղծելու ենք ամենալավ պայմանները, միշտ նշել եմ, ոչինչ իրենց համար չենք խնայելու, նշեմ նաև անվճար դառնալու 26 թվականից, այո, մեր մանկապարտեզները լինելու են անվճար, այս պահը մարդիկ ինչքան ուզում է շահարկեն, նշեմ, որ 2019 թվականից դեռևս երբ ես ազգային ժողովի պատգամավոր էի, այդ բարձր ամբիոնից հայտարարել եմ, որ գյումրեցի երեխաները ոչինչով պակաս չեն Երևանի երեխաներից, Երևանում անվճար է մանկապարտեզները արդեն երկար տարիներ, իսկ Գյումրիում մինչ օրս վճարովի այդ գումարները կան, մեր բյուջեն ավելացնելու ենք, տեղերը գիտենք, Նախկինում պարոն Մինասյան ասում էին հաշվարկ ունենք, չկա հնարավոր չէ, հիմա ոնց կլինի այդ հնարավորությունը։ Տեսեք, երբ որ միշտ ասենք չկա, հնարավոր չէ, հնարավոր չի լինելու։ Երբ որ մեր առաջ դնում ենք նպատակ ու վստահ գնում ենք դեպի այդ նպատակը, միջոցներն էլ կգտնենք, ճանապարհներն էլ կգտնենք, ես համոզված ասում եմ, այո, լինելու է անվճար։ Ընդամենը մոտ հաշվարկներով, մոտարկված հաշվարկներով ամսական 15 միլիոն դրամի կարգի ծախս է, որը բնականաբար Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին կգտնի 15 միլիոն դրամը իր երեխաների ավելի ծնողների համար ավելի կյանքը հեշտացնելու, բնականաբար ասեցի բոլոր մանկապարտեզները վերանորոգելու, վերակառուցելուց հետո, որովհետև մանկապարտեզներ կան շատ ծանր պայմաններ են նմանատիպ իրավիճակում, ինչպես հայտնվել էր Զանգակ մանկապարտեզը, նրանք էլ ենթադրաբար, եթե շատ խիստ մոտենանք, պետք է արգելվի նրանց գործունեությունը, որովհետև կան մանկապարտեզներ, որ սանհանգույցները 50 տարվա սանհանգույցներ են, մեր երեխաները դրան արժանի չեն,
ամեն ինչ արվելու է նրանց։ Եվ Շիրակացի փողոցին անդրադառնանք։ Ամփոփենք էլի, քանի մանկապարտեզ ունի Գյումրին ու մոտավորապես քանիսն են նորմալ արվող պայմաններում են, ունենք տնակային թե չէ, թե տնակային չեն, բայց ձեր ասածի պես կոմունալ համակարգն է։ Ունենք 23 մանկապարտեզ, 1 մանկապարտեզ Ձիածան մանկապարտեզը տնակային պայմաններում են, նաև կա 2 մանկապարտեզ, որոնք նույնպես ժամանակավոր կառույցների մեջ են, բայց տարբերվում են արտասահմանյան երկրների կողմից կառուցված մանկապարտեզներ են, ավելի լավ պայմաններ են, դրա համար շեշտվում է, որ ընդամենը 1 տնակային մանկապարտեզ կա։ Մանկապարտեզների գերակշիռ մասը ենթակա են վերանորոգման, վերակառուցման, կահավորման, բոլոր տեղերում կա խնդիր, ջեռուցման խնդիր, կահույքի խնդիր, խոհանոցի խնդիր, խոնավության խնդիր չկա, այս միայն նոր մանկապարտեզները եւ 3-4 մանկապարտեզ են տամենը, որոնք խնդիր չունեն։ Այդպիսի ծանր։ Մնացածը բոլորը մեծ ներդրումների կարիք ունեն եւ ես եւ մեր կառավարության հետ համաձայնություն կա, որ ոչ մի բան չեն խնայելու մեր Քանի տարում հնարավոր կլինի այդ 23-ն էլ այս վիճակի բերել, գումարած են երկուսը, որ նոր եք սարքել։ Ես չեմ համարձակվի տարի նշել, որովհետև մանկապարտեզների հետ մեկտեղ ունենք սպորտ դպրոցներ, իմիջիայլոց մեր հարևանությամբ գտնվող սպորտ դպրոցի նախագիծը արդեն նախագծումը ավարտել ենք, հաղթող ընկերությունը ճանաչվել է, նախագիծը կա, հայտարարել ենք շինարարի մրցույթ, այս տարի հուսանք շինարար գտնենք, ով կհաղթի եւ այս մարզադպրոցը ամբողջովին վերակառուցվելու է, նույն կերպ դրսից էլ է վերակառուցվելու եւ իր սպորտային հագեցվածությամբ, հագեցվածությամբ, գույքով ամեն ինչով ունենալու ենք նոր մարզադպրոց։ Պարոն Մինասյան, փողոցաշինությանը անդրադառնանք, նոր կարևոր ծրագիր է մեկնարկելու նախարարն էլ տեղյակ է այդ Շիրակացի փողոցի հետ կապված։ Տեսեք, քանի որ անցած տարի Գյումրու ավագանին մանդատները մեծամասնությունը վայր են դրել, բազմաթիվ ծրագրեր մնացել են կիսատ, այդ փողոցաշինությունը բավականին երկար պրոցես է, ընտրում են փողոցները, ներկայացում են նախագիծ, նախահաշիվ, դրանից հետո մրցույթներ, նախագծի մրցույթ, շինարարի մրցույթ եւ այլն, այդ պրոցեսները բոլորը մնացել են անավարտ։ Այդ պատճառով կարելի ասել մեր քաղաքը առնվազն 1 տարի եւ որոշ դեպքերում 2 տարի մեր գյումրեցիները կորցրել են այդ պատճառով, հնարավոր չի, այս նորից զրոյից պետք է սկսենք այդ պրոցեսները, այդ պատճառով ես նամակներ եմ ուղարկել կառավարություն, խնդրելով որ կառավարության կողմից հրատապ ծրագրերով իրականացնել փողոցաշինություն եւ այսպես ասած մեծ արժեք ունեցող ծրագիրը դա Շիրակացի փողոցը 2.4 կիլոմետր երկարությամբ մոտ 1.5 միլիարդ դրամի ծրագիր է, ամբողջովին փողոցը վերակառուցվելու է, ներկապային օյուղին եւ մնացած կոմունիկացիաները փոխարինվել են, այնտեղ մի հատված գազի հետ կապված խնդիր կա, արդեն գրություն ուղարկել ենք, որ իրենք արագ այդ խողովակները փոխարինեն, մենք սկսենք շինարարությունը, ունենալու ենք վերակառուցված նորմալ փողոց, որը շատ կարևոր հանգույց է մեր քաղաքի համար, ծանրաբեռնված, իսկ նախկին ավագանու կողմից ընդունված 20 փողոցներ արդեն մրցույթները հայտարարված են, այս տարի այդ 20 փողոցները նույնպես վերակառուցվում։ Պարոն Մինասյան, վերջին շրջանում հայտ են եկել թերություններ, որ նախկինում, ասենք, խճապատում չի եղել, ասֆալտապատումն է եղել միանգամից, ու այսպեսի շատ հարցեր կան Գյումրիում, կա մեծ է թիվը այդ փողոցում։ Տեսեք, ընթացքից ցանկացած խնդիրները կարող է առաջանան, հայտնաբերվեն, հիմա այդ փողոցը մի 6-7 տարի ձեր նշածը 6-7 տարի առաջ է կառուցել, հիմա պես վստահ չենք էլ կարող ասել ընդհանրապես չի եղել, քիչ է եղել, շատ է եղել, ինքը որ կռունտային տեղ է, սողանքային խնդիր կա, այսինքն այդտեղ ջրերի անկառավարելի հոսքեր կա, կառուցված չէ համապատասխան դրենաժներ, ջրատարներ, այդ պատճառով ճանապարհը արագ չէ, մի 6 տարվա ճանապարհը հիմա նոր է քանդվել, բոլորը անկիդակից մարդիկ կան պահանջում են ինձանից ոնց որ ես եմ անցած տարի կառուցել այդ փողոցը։ Պարոն Մինասյան, կարող եք ասել, որ ենթադրենք ձեր այս
գործունեությունը, մարդկանց վստահությունը մեծապես օգնում է, որպեսզի դուք ավելի գործուն քայլեր ձեռնարկեք քաղաքի։ Մեր բնակիչների վստահությունը, պահանջատիրությունը, նաև գնահատականությունը, երբ տարբեր թաղերով այցելություններ են կատարում, նաև իմ սոցիալական էջին մնացած հավելվածների շնորհակալությունները, որ ստանում եմ, փաստ է, այդ ամեն ինչը ինձ ավելի է բարդավորեցնում, բարդականացնում, որովհետեւ էլ ավելի մեծ ջանքեր տնենք, շատ ծանր վիճակից դուրս գանք, ամեն ինչ անելու ենք մեր բնակիչների կարիքները հոգալու համար, բայց միանգամից այդ ծավալի հուդակված խնդիրները հնարավոր չի շատ արագ լուծումներ տալ։ Քաղաքում մոտ 200 հողային փողոցներ ունենք, 200 պատկերացնում եք, 200 փողոց ինքը կռուտային է, հող է, ոչ թե այսպես խիճ է, այլ հող, առից բուն իմաստով, այս առիթ ունեց են նշել, հարյուրավոր քաղաքացիներ տեսանյութեր են ուղարկել ինձ, որ երեխաները 3 զույգ կոշիկ են օգտագործում ջրափոսերի համար, ցեխի համար եւ դպրոց մտնելու համար։ Այդ ամեն ինչը վերանալու է, Գյումրեցի պետք է արժանապատի ունենա իրեն վայել քաղաք։ Այդ 20 փողոցը, որ նշեցիք Շիրակացին, այս տարվա սուբվենցիոն ծրագրի մասինն է, այսինքն հաստատվել է, մենք նախորդաբանից չունեցանք Շիրակացին կառավարության կողմից հրատապ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից կառուցվելու է կառավարության ֆինանսավորման։ Այս տարվա մասին է խոսքը։ Նախագիծը նախկին համայնքի ղեկավարների կողմից նախագիծ կազմվել էր 15 միլիոն դրամ, որովհետեւ այդ նախագիծը չկորցնեինք, գումարը չփոշիանար, ես խնդրեցի, որ այդ նախագիծը անպայման օգտագործենք 15 միլիոն դրամով mēs նմանատիպ մանկապարտեզի գույք կարող ենք գնել, որովհետեւ չփոշիանա այդ գումարը, խնդրեցի, որ ականջալուր եղան եւ շնորհակալ եմ, շատ մեծ ծրագիր է, բավականին 2-4 կիլոմետր նշեցի, 1.5 միլիարդ դրամ։